Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Նախ թույլ տվեք հաղորդումը սկսելուց առաջ շնորհողություն հայցել, երեք որոշակի տեխնիկական խնդիրներ կային հեռուստատեսությունում, ինչի արդյունքում մեր հաղորդումը ի թիվս այլ ծրագրերի նույնպես եթեր չհեռարձակվեց։ Հուսանք, որ արդեն ամեն ինչ կարգին կընթանա, պատահում է եւ շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։ Դե ինչ, այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի օրը եւ 100,000-ավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդ, ինչու ոչ նաեւ բարձրագույն ղեկավարությունը նույնպես արդեն առավոտյան գնացել էր եւ ծաղիկներ են խոնարհում 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Ապրիլի 24-ը իսկապես բոլորիս մոտ վերանայման, պատմությանը վերանայման մի օր է, բայց սիրելիներս, եկեք այն ամեն ինչ սովորություն է դարձել եւ դարձել է յուրատեսակ ավանդույթ, չթողնենք միայն մեկ օրվա վրա, լավ, որովհետեւ ես չեմ ասում ամեն օր գնալ Ծիծեռնակաբերդ, իհարկե կարելի է այդպես, բայց Ծիծեռնակաբերդ գնալու խորհուրդն է պետք ըմբռնել ու այդ ուղղությամբ ամեն մեկս ունենք աշխատանքներ անելու, որովհետև վերջի վերջո Հայաստանի Հանրապետության բնակչության մեծ մասը հենց ցեղասպանությունից մազապուրց եղած հայերի ժառանգներն ենք հանդիսանում եւ ամեն մեկս ունենք պատասխանատվության մեր բաժինը եւ մենք պիտի այդ պատասխանատվությունը կարողանանք ճիշտ կիրառենք, որպեսզի այլևս երբեկը իսկապես դառնար այլևս երբեք ցավոք մենք շատ ընկնում ենք հույզերի հուզական դաշտ եւ սառը դատողությունը, սառը հաշվարկները կարծես թե մեր խելքի բանը չեն, բայց մենք պիտի սկսենք սովորել սառը հաշվարկներ անել, արտաքին դիվանագիտություն վարել, աշխարհի հետ աշխատել, հասկանալ տեկտոնիկ վիճակները, որ ուղղությունով ինչն է պետք զարգացնել եւ այլն։ Եվ որքան որ մեր փոխարեն կխոսեն ուրիշները, այդքան անգամ մենք տեսնելու ենք ցեղասպանություն ցավոք սրտի եւ ինչ որ մի օր, ինչ որ մի գործողություն կարող է վերջինը լինել։ Եվ նաեւ այստեղ է կարեւորվում իրական Հայաստանի պատկերացումը, սահմանազատման կարեւորությունը, պետականաշինությանն ուղղված ջանքերը, կրթության որակի բարձրացումը եւ այլն եւ այլն։ Իհարկե սրանք մեկ օրվա աշխատանքներ չեն կարող լինել, բայց դրան մենք կարող ենք հասնել բոլորս միասին համատեղ ջանքերով։ Այո, բարդ է իրականում եւ այստեղ է որ աչքածակում կորցրած տարիները եւ այդ կորցրած տարիների մեջ, տասնամյակների մեջ տեսնում ես նաեւ ոչ միայն կորուստը տարիների, այլ այդ ընթացքում այլ ուղղությամբ աճը, որը կրկնակի է բարդացնում իրավիճակը։ Բայց մենք այն հասարակությունն ենք, որ վստահ եմ, կարող ենք ուղղակի այդ կայծը պետքա լինի եւ այդ կայծի արտադրողը նույնպես կարող է հանգիստ ժողովուրդը լինել։ Եվ իհարկե, երբ որ կայծեր առաջանում են, շատերը դույլերն առած գալիս են ջրել հանգցնելու, բայց այնուամենայնիվ մենք չպիտի թուլանանք, չպիտի հուսահատվենք, ամեն ինչ լավ է լինելու։ Ես անկեղծ ասած այսօր բացել ծանոթանում էի Վիկիպեդիայով իհարկե, ծանոթանում էի Օսմանյան կայսրության տարբեր փուլերում իրավիճակների հետ եւ եզրահանգումը ես իհարկե ինչ որ մի օր երևի թե կընթերցեմ ձեզ համար, չնայած խորհուրդ կտամ ինքներդ բացեք, գրեք Օսմանյան կայսրություն, կբերի ու կանցնեք, շատ համառոտ դրված է եւ մեր թշնամու պատմությունը չիմանալը, հավատացեք, մեր շահերից չի բխում այդ հաստատ։ Ու ամբողջ աշխարհի հետ խնդիր են ունեցել։ Ամբողջ աշխարհից չկա մի գրող երևի, մի երկրի ստեղծագործող, ով թուրքի մասին իր
բացասական կարծիքը կամ թևավոր խոսքը արտաբերած չլինի եւ դա լայն կիրառելի չլինի տվյալ երկրում։ Բայց այնուամենայնիվ ժամանակակից աշխարհում բոլորը աշխատում են իրար հետ եւ անգամ այդ բացասական ելևէջները փորձում են այլ կերպ լուծել, հա, օգտագործել իշահ պետության եւ այլն, համատեղ շահեր, համատեղ օգուտներ, որովհետեւ ամեն պետություն զբաղված է իր պետությունը հզորացնելով։ Իսկ մենք մտածում ենք ով գա մեզ պաշտպանի 21-րդ դարում։ Ինձ թվում է, օրինակ, մի շրջան է եղել, երբ եկեղեցին Օսմանյան կայսրության մեջ, որը ճանաչում էր Օսմանյան կայսրության գերաշնորհությունը, անգամ Վատիկանը երկրորդել է, անգամ քրիստոնյա մյուս աշխարհի կարևորությունը երկրորդել է Օսմանյան կայսրության առաջ, որովհետև այդպես է երևի անհրաժեշտ գտել, չգիտեմ, թողնենք սա, ես չեմ ուզում մտնել քննադատողական տիրույթ, դա պատմություն է, ընդամենը պետք է փորձել անալիզ անել, թե ինչ, ինչպես եւ ինչու։ Այսինքն եղել է շրջան, երբ որ հայերը իրենց այնքան էլ վատ չեն զգացել Օսմանյան կայսրության տարածքում, եւ եթե այդ ժամանակ մարդկանց ասեին, որ գիտեք, դրանից 2-300 տարի հետո դուք ցեղասպանվելու եք, ուղղակի կխնդային ձեր վրա երևի թե։ Որովհետեւ պետականության կարեւորությունը գուցե այդքան էլ չէին հասկանում։ Իսկ օսմանները հասկանում էին։ Ու ինչ որ մի պահի, երբ աշխարհը փոխվելով հասել էր ընդհուպ միջև առաջին արդեն համաշխարհային պատերազմի նախաշեմին, հանկարծ որոշ իրավիճակներ բերեցին նրան, որ Օսմանյան կայսրությանը սկսեցին խանգարել քրիստոնյա ներկայությունները։ Եվ այո, մենք նաև ցեղասպանվել ենք քրիստոնյա լինելու համար։ Այսինքն ինչ որ մի պահի շահերը սկսեցին, որ միշտ համընկել են, սկսեցին էլ չհամընկնել, ճիշտ հակառակ, սկսեցին հակադրվել։ Հասկանում եք, որովհետև մեր փոխարեն ուրիշ պետություն էր մեր ճակատագիրը լուծում եւ պետություններ, որովհետև մենք էթնիկ բնակչություն ենք, էթնիկ ժողովուրդ, բայց մեր հովանավորը պետություն կոչվածը պիտի լիներ, իսկ այդ պետությունը տվյալ պարագայում Օսմանյան կայսրությունն էր։ Եվ ամենացավալին, որ մենք դրանից հետո դուրս եկանք ու մտանք մեկ այլ կայսրության տիրապետության տակ, հույս ունենալով, որ այս կայսրությունը մեզ կպաշտպանի, մեզ կփրկի եւ այլն եւ այլն։ Իհարկե, խաբված լինելը մեկ այլ բան է, կամ չհասկանալը մեկ այլ բան է, բայց գոնե այսքանից հետո, գոնե այսօր հիմա մենք պետքա, ես չգիտեմ, հայկական իրականության մեջ պարզապես պետքա տեղ չունենա այն միտքը, որ մեկ այլ պետություն, մեկ այլ կայսրություն քո շահերը, քո փրկիչը կարող է լինել։ Ոչ, նա քեզ կործանողն է լինելու։ Վերջացավ, նա իր կայսրության մասին է մտածում, դու ով ես այդտեղ։ Էլի եմ ասում, այդ Օսմանյան կայսրության բանը որ կարդում եք, ինչքան ժողովուրդների ու պետությունների երկրների է վնաս տվել, ասում եմ հայերը այդտեղ ընդամենը մեկ միավոր են։ Եվս մեկ միավոր այդքան ժողովուրդների մեջ։ Եվ հույս ունենալ, որ հիմա էլ Ռուսաստանի կայսրությունը, այո դա, պիտի մեր հովանավորը լինի, կներեք, առաջիկայում ուրեմն սպասվում է ցեղասպանություն։ Իսկ այդպիսի հույսեր կան։ Օրինակ, եկեք ես ճիշտ է, երեք սրա մասին խոսել եմ, բայց ուզում եմ հեռուստատեսությամբ հաղորդման շրջանակներում էլ խոսել։ Դրոշ այրելու այս երեկվա process-ը։ Ես դաշնակներին մի հարց ունեմ։ Լավ, ցեղասպանությունը կազմակերպել է Թուրքիան։ Օսմանյան կայսրությունը։ Նրան հիմա մինչև այդ վառում ենք Թուրքիայի դրոշը։ Չնայած ես ձեզ այսպես ասեմ, դա թուլության նշան է։ Դրանով մենք աշխարհին ցույց ենք տալիս, թե մենք ինչքան թույլ ենք։ Կուզեք ընդունեք, կուզեք չէ, ձեր գործն է։ Հիմա Ադրբեջանի դրոշն էլ ենք կցում նոր վառում։ Okay։ Տակը դնելով են ենթատեքստը երևի, որ 23 թվականին էլ էթնիկ զտում տեղի ունեցավ։
Խնդիր չկա։ Բայց եթե դուք այդքան ազգային եք, եթե իսկապես ազգային եք եւ իսկապես դատապարտում եք բոլոր մասնակիցներին ցեղասպանության գործում, կարող եմ իմանալ, օրինակ Ռուսաստանի դրոշը խի կողքը չէր։ Որովհետեւ 23 թվականի էթնիկ զտումը տեղի ունեցավ ռուսների թողտվությամբ, թույլ տվությամբ, եթե ոչ անմիջական մասնակցությամբ։ Ինչի կողքին չէր։ Այսքան տեղը համարցակվել եք, հասել եք այստեղ համարցակությունը չի բավարարել։ Չէ, իհարկե, Ռուսաստանի դրոշ այրելու կամ առհասարակ որևիցե մի պետության դրոշ այրելու կոչով չեմ կարող հանդես գալ, ինձ թույլ չեմ տա նման աբորիգենիզմ եւ չեմ ողջունում նման բաները, որովհետեւ դա կարող են ուղիղ վնաս հասցնել պետությանը, հատկապես երբ որ դա անում է կոնկրետ կազմակերպություն կամ այս պարագայում ընդհանուր քաղաքական կուսակցություն։ Եթե առանձին վերցրած Պողոսը, չգիտեմ, օրինակ Ուջանում դրոշը վառեր, այսպես նկարեր գցեր, կայք, ես չէի վերաբերվի, մենք ասեմ մարդ, նյարդայնացել է ինչ-որ մի բանի վրա անում է։ Բայց երբ որ դա անում է կազմակերպություն, անում է հրապարակային, մայրաքաղաքի կենտրոնում, հավաքում է հազարավոր մարդկանց ու գնում է այդ քայլին, կներեք, սա հետամնացության մրցույթում այն պատվավոր հարթակում իր տեղն է գտնում, հա։ Եվ աշխարհը տեսնում է, որ դու արդեն երկրորդ անգամ ճիշտ չես գնահատում, թե ինչա քեզ հետ տեղի ունեցել, որովհետև աշխարհը գիտի ինչա տեղի ունեցել, իսկ այ դու չգիտես։ Իսկ երբ որ ասում ենք եկեք մի հատ տեսնենք ինչա տեղի ունեցել, այդտեղ հանկարծ դառնում է դա ցեղասպանության ուրացում եւ այլն։ Ինչի՞ց եք վախենում։ Ինչի եք վախենում, ինչի եք ամաչում, ում եք ուզում փրկել կամ պաշտպանել ցեղասպանությունը ինստիտուցիոնալ ու պետության տեսանկյունից ուսումնասիրելու նախաձեռնությունից։ Ումից եք ուզում փրկել, ում երեսն եք փորձում փրկել։ Կարող այլ բաներ էլ բարձվի հանկարծ, ինչին ոնց որ թե սովոր չենք այդքան էլ կամ ինչի ցանկությունը չունեն որոշ երկրների մայրաքաղաքներում։ Լավ, ջայերով երթ, ովքեր ցանկանում են գնում են, ովքեր ոչ, ես ինքս երբեք չեմ գնացել ու չեմ էլ գնա։